քնչականը վրա տալիս է ուրեմն վարույթի նյութեր, չենք էլ ծանոթացել դրանք, բայց վրա տալիս է վարույթի նյութեր, դրանք գտնվում են ուղիղ քնչական կոմիտեի հետ կապ չունեցող քաղաքական կառույցի, մասնավորապես Civic AM-ի հետ համագործակցության մեջ, մի բան նրանք են տալի, մի բան իրանք են տալի, այսինքն սա քաղաքական ուղիղ ուղղորդման մասին է վկայում, բայց մեզ պաշտպաններից արգելում են նախաքննական տվյալներ հրապարակել։ Սա ուղղակի խայտառակություն է։ Օրինակ, ես հիմա չեմ կարող ասել, ըստ երևի թե քնչականի տրամաբանության, օրինակ, որ իմ պաշտպանյալի տնից օրինակ հայտնաբերված երեխայի սենյակից հայտնաբերված ինչ-որ մի առարկա, երեխայի խաղալիքն է եղել, իր երեխայի այսպես խաղասրահում են հայտնաբերել։ Ես չգիտեմ, եթե դա այս հրապարակեմ դրա վաղը մյուս օր ինձ պատասխանատվության ենթարկելու հարց կառաջացնեն, թե չէ, բայց իրանք կարող են ամբողջ նախաքննական տվյալները հանրությանը ներկայացնել, դրանով զայնագրություններ, բացի զայնագրություններից նաև ինչ-որ այսպես փաստական տվյալներ ըստ իրենց, որը որ մեղմ ասած չի համապատասխանում ոչ սահմանադրությանը, ոչ օրենքներին, ոչ միջազգային ստանդարտներին։ Մենք պետք է հավասար հնարավորություն ունենանք ոչ միայն դատարանում, այլև հանրության առջև ներկայացնելու այն տեղեկությունների կեղծ լինելի, եթե դրանք կեղծ են, որոնք որ ներկայացվելու են եւ օգտագործվելու են մեր վստահորդների դեմ։ Երկրորդը, իմ պաշտպանյալը կոնկրետ որևէ կերպ մեղադրանքը չի ընդունում, ոչ մի կերպ մեղադրանքը չի ընդունում։ Մեղադրանք է առաջադրել, դրա մասին խոսել են արդեն, ինչ-որ ահաբեկչական բանի հետ կապված նախապատրաստություն, սահմանադրական կարգի հետ կապված, բոլորը նախապատրաստության մակարդակում, իմ պաշտպանյալը կոնկրետ ես խոսում եմ ուրեմն Տիգրան Գալստյանի մասին, նա չի ընդունել, գիտեք, չգիտեմ, նորից նույն բանը ասեմ, որտեղ վստահ եմ, որ շատերն են դրա մասին խոսել, սա ակնհայտ քաղաքական հետապնդման տարեր է պարունակում, ակնհայտ է ամեն ինչ, ես նաև հիշեցի, որ վաղը Ադրբեջանի զինված ուժերի օրն է, ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը նվեր է մատուցում նաև ադրբեջանցիներին, դրանով շնորհավորելով այն զինված ուժերի մի խոսքով հասկանալի է։ Իսկ միջնորդություններ խափանամիջոց կալանավորման վստահ ենք, որ լինելու են, բազմաթիվ են քաղաքացիները, մենք չգիտենք դատարանները, որոնք են լինելու, կարծում եք մեկից ավել դատարաններ են լինելու, դրա համար ճիշտ է, որ մի պաշտպանը մեկից ավել պաշտպանյալ չունենա, որտեղ միաժամանակ կարող է լինել, խնդիր կարող է առաջանալ։ Ուրեմն այս պահի դրությամբ այսքանը կարող եմ ասել, եթե լինեն լրացուցիչ տեղեկություններ, բնականաբար մենք կհայտնենք, ուրիշ ինչ կարող ենք ասել, այսքանը։ Այո, մեկ վարույթ է, ես չգիտեմ բոլորին նույն մեղադրանքն է առաջադրվում, թե չէ, բայց վարույթը նույնն է։ Ինչով է հայտնի Տիգրան Գալստյանը, ինչ բիզնեսով է զբաղվում, որովհետև նա հանրության համար կարծեք թե անծանոթ մարդ։ Գիտեք, ոչ միայն հանրության, այստեղ ձերբակալված են ոչ միայն հանրությանը հայտնի մարդիկ, այլև բազմաթիվ հանրությանը անհայտ մարդիկ։ Դա ամեն դեպքում են բանացել բարավետի զանգեր է ստանում, 10-ից ավել է հաշվել։ Նահատականը հնչեց, քրեական վարույթը ուղարկվեց ըստ էության քննչական կոմիտե, վարույթը նախաձեռնվեց, արդեն առավոտյան սկսվեց գործընթացը։ Կարող ենք ենթադրել ընդդիմության գրպանը պլան են գցել, հա, այսպես որակում տանք։ Ես կարծում եմ դա շատ ողջամիտ որակում է։ Ես շատ ողջամիտ եմ համարում, նորից ասեմ, այստեղ կան երկու կառույցներ, որոնք որ տեղեկություններ են տրամադրում հանրությանը, մեկը պաշտոնապես քաղաքացիական պայմանագրի օրգան հանդիսացող, դա տերմին է, չէ՞, այն ժամանակ Pravda թերթը կոմունիստական կուսակցության օրգաններ, հիմա այսպես Civic AM-ը համարվում է քաղաքացիական պայմանագրի օրգանը, այդ ԶԼՄ-ի միջոցով տեղեկություններ են հրապարակում, հետո քննչականն է տեղեկություններ հրապարակում, բայց մեզ փաստորեն արգելել են։ Ես շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել, որովհետև հաստատ լինելու են, եթե ոչ կեղծ, ապա մոլորեցնող տեղեկություններ հանրությանը, որպեսզի իրենց համար ավելի այսպես շահեկան ձևով տեղեկատվական դաշտը գնա։ Սա շատ կարևոր հարց է, ես նախապես եմ ուզում դրա մասին խոսեմ, ինձ նախազգուշացրել են, վստահ եմ մյուս բոլոր պաշտպաններին են նախազգուշացնելու, սա կարևորագույն խնդիր է նաև լրատվամիջոցների համար։ Եթե դուք չեք հրապարակելու նախաքննության տվյալներ, մի հրապարակեք եւ օքեյ, այդ դեպքում դեռ կարելի է մտածել ինչ որտեղ, որ արգելում են։ Ինչպես
ինչպես կարող եք մեզ զրկել դրանց վերաբերյալ ողջամիտ պարզաբանումներ տալու հնարավորություն։ Այսինքն հնարավորություն չտալ ձեզ ընդհանրապես խոսել որևէ Դե անունը նախաքննական տվյալներ է, այո, սա առաջի անգամ չի որ օգտագործվում է, բայց այս անգամ շատ ավելի անարդար է, որովհետև նորից ասեմ, ի տարբերություն մեզ նրանք իրենց գործողությունները արդեն կատարում են։ Պարոն Մելիքյան, իսկ հայտնի է քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունները, որտեղ ասում են երկու հոգու պատի տակ դնում ես, մի 15 հոգել դնում ես բանտը, պրծավ գնաց, սաղ բնաջնջվում են, գնդակահարում ես, ընտանիքին էլ փոխհատուցում ես տալիս կյանքի համար, իրենք էլ ուրախ կլինեն։ Հետո խոսվում է նաև մի քանի հոգանոց խմբեր ձևավորելու մասին, գործողություններ անելու մասին եւ այնտեղ լսվում է Բագրատ arczepiskopos Գալստանյանի ձայնը։ Սա արդյոք խնդրահարույց չէ, դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Սկսենք դրանից, որ մենք այս պահին ունենք ընդամենը ես նախ ծանոթ չեմ դրանց, ժամանակ չի եղել ծանոթանալ։ Երկրորդը տատել անգամ լսումներ մոտավորապես նույն բովանդակության, որովհետև մարդիկ այսպես քաղաքական առումով իրենց փակուղու մեջ են պատկերացնում։ Ես չգիտեմ, ես կողմ չեմ որևէ բռնությանը եւ ես չգիտեմ այդ ինչ խոսակցություն է դա, ով է ասվել է, չի ասվել, իրական է կեցել։ Բայց գործի հետ է կապված, եթե դուք փաստաբանեք այս դրվագը աչքաթող կրկնում եմ, մեծ զայնագրություններ չեն ներկայացվել, ես զայնագրությունները ուղղակի չէի հասցնի լսել որտեղ քննչական գործողությունների, հիմա դուք ինչ որ մեջբերում եք անում։ Ես ոչ կոնտեքստը գիտեմ, ոչ գիտեմ ով է ասել, ինչ է ասել, բայց ես ասում եմ, որ ես հայտարարում եմ, որ շատ հաճախ եմ լսում նման խոսակցություններ։ Ես դրանք չեմ ողջունում, բայց շատ հաճախ եմ լսում խոսակցություններ նրա մասին, որ քանի որ իշխանությունները անընդհատ դիմում են ապօրինությունների, ուրեմն միգուցե ճիշտ ճանապարհը ավելի բռնի գործողություններն։ Ես հաճախ եմ այդպիսի բաներ լսում։ Նորից ասեմ, ես դրանք չեմ ողջունում։ Սրբազանից չէ, առհասարակ շատ տարբեր ես որպես հանրային կերպար մեկ էլ փողոցումից մոտենում են, ես չգիտեմ այդ մարդիկ ուղարկված են, թե սովորական մարդիկ են, հավանաբար ուղարկված ոչ բոլորն են։ Եվ շատ հաճախ են ինձ նման բաներ ասում։ Ես ուզում եմ դա ասել, թող մեր քաղաքացիներն էլ տեսնեն, թե այդպիսի խոսակցություններ իրենց խոհանոցներում հաճախ են լինում, թե հաճախ չեն լինում, եւ այդ խոսակցությունները կարելի է դիտել որպես պլանավոր։ Կներեք, ներողություն, պարոն Մելիքյան, քաղաքացին ասի, որը չգիտեմ ինչ որ մի խնդրից է, մի պետական կառույցից դուրս է եկել եւ ասում է պետք է օրինակի համար ռում գցել սրա վրա, չէ՞ կարծում որ դա այլ բան է, բայց երբ որ քաղաքական ներողություն հարցս վերջացնեմ, քաղաքական process-ների մեջ գտնվող մարդն է ասում երկու հոգու գյուլես 15 հոգու էլ տանես բանտ բնաջնջես, չէ՞ կարծում որ դրանց կոնտեքստները տարբեր էլի քաղաքականությամբ զբաղվողին այլ կերպ են կալում, նա դա եղած քաղաքացուն այսպես ասած այլ։ Մենք ունենք հետևյալ իրավիճակը։ Քննչական կոմիտեն իր համար ձեռնտու ձևաչափով հրապարակել է որոշակի ուրեմն ձայնագրություններ։ Ես ոչ դրանք լսել եմ, ոչ էլ տեսել եմ։ Ես չգիտեմ դա իրականությանը համապատասխանում է, թե օրինակ AI-ի սարկասն է։ Չգիտեմ, չեմ կարող իմանալ։ Ես չգիտեմ դա Բագրատ Սրբազանն է, թե որևէ ուրիշ քաղաքացի է։ Հիմա դուք ինձ հարց եք տալի, ելնելով են կանխավարկածից, որ դա այո իսկապես ասվել է Սրբազանի կողմից, իսկապես ասվել է ինչ որ գործողություններ ենթադրաբար պլանավորելու համատեքստում։ Ես չեմ կարող այդպիսի հետևություն գալ։ Ձեր հետագա քայլերը, պարոն Մելիքյան։ Մեր հետագա քայլերը դե մեզնից չի կախված։ Ես ենթադրում եմ, որ մեզ հրավիրելու են, ես ենթադրում եմ, որ դատական նիստ է լինելու, քանի որ շատ են կարծում եմ մեկից ավել դատարաններում են, կարծում եմ դատարաններում են լինելու, հա, մի կարևոր բան ասեմ, իրավական հարց ասեմ, բոլորը ձերբակալված են 24 ժամվա ռեժիմում։ Այսինքն ոչ թե 72, այլ 24 ժամվա ռեժիմ ունեն, հավանաբար այսօր երեկոյան ենթադրում եմ պետք է արդեն դատարաններ մուտք անեն, դատարաններն էլ պետք է նշանակեն կոնկրետ դատավորներին, մեզ նյութերը տան մենք ծանոթանանք, կարողանանք պաշտպանություն իրականացնել, ենթադրում եմ գիշերը լինելու է բավական ծանրաբեռնված բոլոր այն պաշտպանների համար, ովքեր որ ներգրավում են։ Պարոն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանը իր գրառումներով նաև փորձել է վեհափառի անունը շահարկել այս գործընթացի հետ կապված։ Հնարավոր համարում եք, որ նաև եկեղեցուն փորձել ներքաշել այս ձերբակալված է, աննախադեպ բան է տեղի ունեցել, ձերբակալված է հայ առաքելական Սուրբ եկեղեցու այդքան բարձր նվիրապետ։ Նման բան տեղի ունեցած չի եղել մինչև այս, երևի 30-ականներից այնքան նման բան տեղի չի ունեցել, բայց բոլորովին էլ գիտեն, որ Բագրատ Սրբազանը ինքնուրույն գործունեություն է իրականացնում եւ եկեղեցու այս գործի հետ կապելը անգամ քննչականի հրապարակած տեղեկություններից չի։ Կաթողիկոսի օրհնությամբ է այս ամենը կատարվել։ Ուրեմն այդ մարդու հայտարարությունները հատկապես երեկվա
խուլիգանական ձևակերպումից հետո, ինչ որ օրգաններ, ինչ որ մարդկանց ցույց տալուց հետո, ես ընդհանրապես չեմ ուզում որևէ կերպ մեկնաբանել։ Նա միայն կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը անգամ իրենց կողմից հրապարակված տեղեկությունների հետ ոչ մի կապ չունեցող տվյալներ է ներկայացնում եւ իր քաղաքական նպատակներով իր ազգակիցների, ես կարծում եմ դա քաղաքական հայ չէ, նա քաղաքական ադրբեջանցի է, քաղաքական ադրբեջանցիներին իշա մեր եկեղեցին նսեմացնելու, մեր եկեղեցին գրավելու ուղղությամբ են նաեւ ուզում օգտագործել այս ակնհայտ քաղաքական հետապնդումը։ Մելիքյան, իսկ հնարավոր է այդ ձայնագրությունները փորձաքննության ենթարկվեն բարձելու համար իսկապես օրինակ Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Չգիտեմ, չեմ կարող ասել, նորից ասեմ, ես նախ չեմ լսել, ֆիզիկապես հնարավորություն չեմ ունեցել։ Ես նախ ուրեմն հարգելի քաղաքացիներ, ես ուզում եմ արձանագրել։ Ես այս վարույթով ներգրավված եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի Տիգրան Գալստյանի, որը գործարար է։ Նախկինում որ ԱԺ-ում էր աշխատում, այդ Չէ, ԱԺ-ում չի աշխատում։ Գործարար, հայրեն ասեր, հայ տղա։ Մարդ, որը ես կարծում եմ այդպիսի մարդկանցից եթե շատ լինեն, մենք հիմա այսօրը չենք լինի։ Ինչևէ։ Որը ընդունեցել ասեց ես առնչություն ունեմ, ես հարգում եմ Բագրատ Սրբազանին, ժամանակ առ ժամանակ հարգում եմ, ես դա գիտեի ես այստեղից։ Այսինքն դա գաղտնի չի ոչ մեկի համար։ Այնպես չի, որ այսպես գնացել են եւ այո, խոսքը վերաբերում է նրան, որ այն մարդիկ, ովքեր որ այստեղ են, ես չեմ կարծում, որ խոսքը վերաբերվում է քաղաքացիական պայմանագրի աջակիցներին։ Դժվար է դեռ տեղակալված քաղաքացիական պայմանագրի աջակիցներին։